1922 թվականի հունվարի 25-ին Երևանում բացվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Այն հիմնադրվել է 1921 թվականին, բայց պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1 տարի հետո Պեպո պիեսի բեմադրությամբ, որի ռեժիսորը Լևոն Քալանթարն էր, վերջինս նաև թատրոնի հիմնադիրը և առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել։ Սկզբում կոչվել է առաջին պետական թատրոն։ 1937 թվականից դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունով է կոչվել, դե իսկ 1967 թվականին արժանացել է ակադեմիական թատրոնի կոչման։ Սկզբում դերասանական խմբի հիմնական կազմը ընտրվել էր Թբիլիսիի որոնումների թատրոնից, հետագայում խումբը համալրվել է նոր դերասաններով։ Թատրոնի հաջողությունները հատկապես շեքսպիրյան ներկայացումներով առիթ դարձան, որ ԽՍՀՄ-ն կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը և կոնֆերանսը անցկացվի Երևանում։ Այս թատրոնը հիմնադրումից մինչ օրս հայ հանդիսատեսին տվել է նվիրական անուններ։ Հայ իրականության գրեթե բոլոր ժամանակների լավագույն արտիստները մասնիկն են եղել մայր թատրոնի ներկայացումների։ Այստեղ մշտապես համադրվել են դասական գործերն ու նորարարությունները։ Այս ձեռագիրը պահպանված է մինչ օրս։ 2025 թվականին Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 201-ի հոբելյանական միջոցառումների շրջանակում Ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում բացվել էր Գաբրիել Սունդուկյան 200 խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև ազարարվել թատրոնի 104-րդ խաղաշրջանի բացումը։ Այրեմ Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը Վարդան Մկրտչյանն է, իսկ գեղարվեստական ղեկավարը Արմեն Էլբակյանը։ Նշենք նաև, որ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի քանդակային համակազմի ստեղծման ժամանակ քանդակագործ Արա Հարությունյանը ձեռնամուխ է եղել քանդակում շարժման և ժամանակի զգացողության պլաստիկ իմաստավորման բարդագույն խնդիրների ներդրմամբ աշխատել։